Ուրեմն Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ինքը շարժումը շարունակելու առաջնորդի համենայն դեպս իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, այն որ ասում են, որ տարաձայնություններ կա եւ այլն, այդպես բան չկա, հակառակը մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ եւ ակտիվ ներգրավելու ենք այդ գործին, Բագրատ Սրբազանը ինքը պետք է որոշի այսուհետև ինքը հանդիսանում է թեկնածու թե չի որոշելի համանadrական բան կա, հա, արկեր կա իր հետ կապված։ Դա այդ հարցին պիտի պատասխանի Սրբազանը։ Եվս դա 1 տարի առաջ եւս գիտեր խորհրդարանական ընդդիմությունը, երբ որ հայտարարում էր, որ իմպիչմենտի գործընթացը բոլոր օրենքներն մի օր փոփոխության ենթակա են։ Այսինքն չկա տենց օրենք, որը իմպերատիվ լինի եւ տարիներ շարունակ այդ օրենքը փոփոխության չի ենթարկվի, այսինքն ցանկացած պահի հնարավոր է խորհրդարանը նաեւ այդ փոփոխությունները անի։ Այսինքն փողոցը պիտի թելադրի, փողոցը կարա ազդի եւ այն դրույթը, որ ասում են իբր խանգարում է, որովհետեւ բացի այդ նաեւ սահմանադրական այսպես սահմանադրական օրենքի մասնագետներ, որ նեղ մասնագիտացված են, նաեւ այդ մարդիկ են ասում, որ անգամ այս պարագայում քաղաքացիության պարագայում հնարավոր է տեխնատության առաջադրում, բայց հանրությունը հիասթափված չի 1 տարի առաջվա, հա, էներգետիկան, որ դարձա էր փողոցում, ըստ էության ընդդիմությունը հերթական անգամ տապալման տարավ։ Տեսեք, ես չեմ համաձայն չեմ ձեր ձևակերպման, ընդդիմությունը չի տապալել, ընդդիմությունը այն չի որ պատրաստի այդ 70-60 հազար մարդը դուրս էր եկել ու եկանք մենք էլ տապալեցինք, այդ շարժումը, ստեղ ոչ մեկի դու չենք ուղարկել, եթե ուշադիր նայած եք, ես եւ Սրբազան հայրը այդ օրերին հարաբերակում ենք եղել, ոչ մեկի դու չենք ուղարկել, տենց հայտարարություն չի եղել, թողեք չասած ով ուզում է գնա, ով ուզում է մնա։ Եթե ցանկացողներ կան, որոնք ուզում են գնան, կարան գնան, մնացողները կարան մնան։ Իսկ կներեք, թողեք միտքս ավարտեն, հետո այդ ամեն ինչին կանրադառնանք, թողեք միտքս ավարտեն։ Ուրեմն այդ process-ները սկսվել, գեներացվել եւ շարունակվել այդ աննախադեպ կարող եմ ասել, աննախադեպ process-ները որ եղել են, դա եղել է Սրբազան հոր առաջնորդությամբ, նաեւ մեր անմիջական մասնակցությամբ, մեր ներդրումով, այսինքն հենց այնպես չի եղել։ Եվ շատերն ասում են, որ այդ փոքր լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալ։ Մենք բազմիկ տեսանք, որ դուրս եկավ նաեւ հավատալով, նաեւ հույսեր ունենալով, իսկ ինչ վերաբերում է դրան հաջորդի process-ներին, ես երեկ եմ ասել, հիմա էլ ասեմ։ Մենք եւ այդ օրերին ոչ մի օր, ոչ մի վայրկյան փողոցից տունել չեն գնացել, չենք էլ հանգստացել։ Իսկ հաջորդ օրը, երբ որ մենք հանրապետության հրապարակում գիշերել են եւ ասում են, ով որ ուզում է կարա մեզ էլ գիշերի, ով ուզում է գնատուն, բայց առավոտը գա եւ արդեն process-ներին մասնակցի, փողոցային անհնազանդության բան, ես նորից եմ գրում։ Այն ինչ որ մենք ունեցել ենք այդ պահին, այդ ուժեր ունեցել ենք, որ կարողացել ենք անել ինչ որ հնարավոր է, ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք խոստացել են այլ տեղեր կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել։ Հիմա հարց, չեմ ուզում ասել։ Բայց ինչ դա կարևոր է, որ ըստ էության տապալել է, հա։ Ես շատ փակազդեցել չեմ ուզում ասեմ, օրը կգա, ժամը կգա, եթե պատահություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին։ Այս տարին չի Եթե պիտի այս ոճով շարունակենք, չի, բայց դա նորմալ է, որովհետև ասենք ձմռանը մի քիչ անհարմար է։ Ձմռանը որտեղ է եղել, մենք ասենք այս ձմռանը որտեղ է եղել, ասենք մենք դուք էլ լուսաբանել եք այդ մեր տարբեր այցերը, տարբեր աշխատանքները, մենք սեզոնային աշխատանք չենք տանում։ Եթե ուշադիր հետևում եք մեր աշխատանքներին, ամեն օր մեր աջակիցները հայտնվում են անազատության մեջ, ոստիկանական բաժանմունքներում, տարբեր ակցիաներ իրականացնելուց, կան երևացող եւ չերևացող process-ներ, շատ ավելի լավ է, որ այդ չերևացող process-ները արդյունքը կարևոր է, բայց պայքարներ, ներդրումներ, դա էլ է կարևոր, որ մարդը յուրաքանչյուր մարդ իրանից կախված ներդրումը կատարի 100%-անոց, այդ հալածանքներով, այդ ամեն process-ներով մենք եւ մեր ընտանիքներն ենք ասում։ Մի րոպե ես ավարտեմ խոսքս, դուք ամեն օր մամուլում տեսնում եք, որ հետապնդվում են մեր ընտանիքի անդամները, մեր համակիները, մեր աջակիցները։ Դա նշանակում է, որ մենք պայքարում ենք որոշակի ժամանակահատված չենք հասել մենք մեր նպատակներին, բայց ես հուսով եմ, համոզված եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունը ի վերջո հեռացվելու է։ Իսկ ինչքան